Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Մենք մեր հաղորդման դիտակետում այսօր Հայարտ կենտրոնն է, այսօր կենտրոնն անցնում է վերափոխման կարևոր շրջան, վերանորոգման աշխատանքներից մինչև բովանդակային վերաիմաստավորումներ, ինչպես է փոխվում կենտրոնը ներսից եւ դրսից, ինչ նոր շեշտադրումներ կան բովանդակային, այս ու այլ հարցերի շուրջ մենք այսօր կխոսենք Հայարտ կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանի հետ։ Ողջույն Սոնա, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ուզում եմ մեր զրույցը սկսենք վերանորոգման աշխատանքներից, քանի որ ամենաառաջին աչք ծակող բանը, որը մենք տեսանք, դա ապօրինի այդ շինություններն էին Հայարտի շուրջը տարիներ շարունակ այսպես կուտակված, այդ բառը թող ճիշտ է այս դեպքում օգտագործելը, եւ կարծես Հայարտը ազատագրվեց, ազատագրվեց, շնչառությունը բացվեց ու հետաքրքիր է թե օրինակ ինչ հաջողվեց անել այս փուլում եւ ինչ է դեռ շարունակվելու։ Անչափ ուրախ եմ, որ անդրադառնում եք Հայարտին եւ մասնավորապես այս շինարարական աշխատանքներին։ Անցյալ 25 թվականից է մեկնարկել ճարտարապետական դիմագծի վերականգնման աշխատանքները։ Մենք սկսեցինք տանիքի վերանորոգումից, այդ բազմաչարչար հարցը, որը տարիներ շարունակ բոլորիս է հուզել, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ վերջապես մեկնարկեց եւ արդեն իսկ ավարտվեց Հայարտ կենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Միևնույն ժամանակ կենտրոն վարչական շրջանի եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկեցին ապօրինի պատերի քանդման աշխատանքները։ Դրանք դեռ ընթացքում են, բայց մոտենում են իրենց ավարտի։ Մեզ համար շատ կարեւոր էր այս 1 տարվա ընթացքում դիտել այդ ապօրինի պատերի վերացման գործընթացը, որովհետև այդտեղ շրջա կա բարձրահարկ շենքերում ապրող բնակիչները, նույնիսկ իրենք էին շատ ուրախ, որ այդ ապօրինի պատերը վերանում են, բայց այն սերունդը, որը ձևավորվել է վերջի 30 տարվա ընթացքում, այդ սերունդը մտածում էր, որ այդ ապօրինի պատերը այդպես էլ եղել են ի սկզբանե մտածված, եւ իրենք մտածում էին, որ մենք ուղղակի շենքը քանդում ենք։ Իհարկե հետո հրապարակումներ կատարեցինք մեր սոցիալական հարթակներում եւ իրազեկեցինք, որ ընդամենը վերացվում են այն պատերը, որ աղճատել են կամ խեղել են ճարտարապետական դիմագիծը, եւ օրեցօր տեսնում ենք, թե ինչպես է բացվում այդ տարածքը, ինչպես է շնչում այդ տարածքը, ինչպես է ի հայտ գալիս Ջիմ Թորոսյանի եւ Գևորգ Արամյանի սկզբնական գաղափարը, այդ գլանների, որոնք պետք է օդի մեջ կախված լինեն, եւ վերջապես հիմա, երբ մենք կանգնում ենք Պրոսպեկտ Սարյան Խաչմերուկիում, ապա տեսնում ենք, որ գլանները իրոք օդի մեջ են։ Իհարկե վերջերս զրուցում ենք ճարտարապետների հետ, իհարկե պարզվում է, որ այդ գլանները նաև երևում էին դեռ երբ արդեն Ամիրյանից որոշ հատված մի փոքր իջնում էինք եւ ժամանակակից արվեստի թանգարանի առջև դեռ բաց էր այդ տարածքը, այսինքն ամեն ինչ եղել է մտածված։ Եվ հիմա այդ խանութները, որոնք մայթի վրա են, դրանք խանգարում են իհարկե շենքի լիարժեք ընկալմանը, բայց գուցե կգա նաև մի պահ, որ այդ խանութներն էլ կվերանան այդտեղից, եթե արդեն Հայարտի ապօրինի պատերը վերացել են, ապա կարծում եմ այսպես հատվածաբար այդ աշխատանքները։ Իսկ կան խոսակցություններ, որ հնարավոր է, որ այդ խանութներին նույնպես անդրադարձ լինի եւ ապա մոնտաժվի։ Ցանկություն կա ամեն դեպքում, քանի որ դրանք էլ փակում են ամբողջ ժամանակակից արվեստի, այո, թանգարանի եւ շատ այցելուներ կամ ցանկացողներ փնտրում են այդ թանգարանի մուտքը։ Այո։ Կարծում եմ, որ դա էլ անպայման այդ հարցին կանդրադառնան։ Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողեց
Եվ իհարկե այդ աշխատանքները չէին հաջողի, եթե քաղաքային իշխանությունները հետամուտ չլինեին նաև տանիքի վերանորոգման աշխատանքներին, որը անմիջական կապ ուներ նաև ներսում տեղի ունեցող Այո, գործընթացներին եւ շատ ցուցահանդեսներ կամ նախագծեր չէին իրականանում կամ իրականանում էին տարվա ինչ որ կոնկրետ մի ժամանակահատվածում, որովհետև հետո սկսվում էր անձրևները, հետո այո, ձյուն էր այո, գալիս եւ դրա համար հիմա մենք այլևս այդ խնդիրը չունենք, մենք բոլորս ողջ հանրությունը այլևս տարվա բոլոր եղանակներին կարող է այցելել Հայ արտ կենտրոն եւ դիտել այնտեղ իրականացվող նախագծերը եւ ցուցահանդեսները։ Պաստորեն հիմնական աշխատանքները արված են, կարելի է այդպես ասել, թե դեռ ընթացքում կան էլի աշխատանքներ, որոնք որ կարիք կա նորից վերանայելու կամ նորոգելու։ Իրականում կարծում եմ պետք է բաժանել մի քանի փուլի, եթե խոսքը վերաբերում է ապօրինի պատերի քանդման եւ վերացմանը, ապա այո, հիմնական աշխատանքները ավարտվել են։ Լիովին քանդվել են այն պատերը, որոնք զսպաշապիկ էին հանդիսանում գլանների համար, եւ իհարկե մենք ավելի վաղ դեռևս 24 թվականին վերացրեցինք այդ ապակե պատկառույցը։ Դրանից հետո արդեն վերացվեցին այդ ծանր պատերը, որոնց քանդման աշխատանքները բավականին տանջալի։ Իսկ ներողություն, դրանք ինչի համար էին, այդ պատերը ինչի համար էր կառուցվել եւ այսինքն մենք կոնկրետ ես չեմ հիշում, իմ հիշողության մեջ էլ կարծես թե չկա ամբողջական տեսքը։ Ահա, այդ պատերը կառուցվել էին այդ հիմնական պատերը եւ այդ գլանների իրենց հատման հատվածում այդ բետոնե ծածկերը, որոնք արվել էին, այդտեղ նախատեսվում էր երշիկի արտադրամաս եւ այդ իսկ պատճառով այդպես հիմնովի էին պատրաստել, որովհետեւ կարելի է ասել, որ փոքրիկ գործարան էր գործելու եւ բայց ամբողջովին վերացվեց, բացվեց նաեւ հետևի կողմից անվտանգության այդ մուտքը, ելքը ավելի շուտ, որը գործում է եւ որը շատ գեղեցիկ աստիճան ունի։ Իհարկե դա վնասված է, մենք դա կվերականգնենք Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ անկասկած շատ կարեւոր էր նաեւ շենքին վերադարձնել գլխավոր մուտքը։ Հիմա շենքի տրամաբանությունը եւ ի սկզբանե այդ մտահղացումը, որ պետք է գլխավոր մուտքից լինի մուտքը շենք եւ այդ հանդիսավոր աստիճանները պետք է ուղղորդեն այցելուներին դեպի այդ 5 գլանները, դա ինչպես եւ ցանկացած մտահղացում հիմնավորված էր, որովհետեւ այդպես իսկ այդպիսով այցելուները մուտք են գործում արվեստի տաճար, կարելի է ասել, եւ այդ աստիճաններով բարձրանալիս իրենք նաեւ հոգեպես նախապատրաստվում են արվեստի ընկալմանը։ Այսինքն այդ աստիճանները հենց այնպես չի, այդպես շատ եւ այդպես հանդիսավոր։ Շատ լավ, անցնենք բովանդակությանը, քանի որ նոր տեսքը նաև ենթադրում է նոր բովանդակություն, նոր ծրագրեր, ես գիտեմ առանց այդ էլ այնտեղ շատ հետաքրքիր բաներ տեղի էին ունենում, փառատոններ, գիտեմ որ տպագրության փառատոնը, գեղարվեստական տպագրության փառատոնը նույնպես վերջին տարիներին այնտեղ է անցկացվում, գիտեմ որ նոր համագործակցություններ կան գերմանական շատ քաղաքների հետ, եկեք այդ մասին խոսենք։ Սիրով 2026 թվականը Երևանի քաղաքապետարանի կողմից հանրահռչակվել է Երևան-Լայպցիգ մշակութային տարի եւ Երևանի քաղաքապետարանի եւ Լայպցիգի քաղաքապետարանի աջակցությամբ եւ նախաձեռնությամբ գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին այս տարի առաջի անգամ ներկայացվեց Լայպցիգ քաղաքում եւ մենք շատ ուրախ ենք, ինչու, որովհետեւ Լայպցիգը հանդիսանում է գեղարվեստական տպագրության կենտրոն, կարելի է ասել ավանդույթներով լի քաղաք եւ Լայպցիգում թելի արտադրության մեծ գործարան է եղել ժամանակին 19-րդ դարում հիմնադրված, որը այսօր վերածվել է
մեծ արվեստի կենտրոնի, որտեղ գտնվում են տարբեր ցուցասրահներ, եւ մեր ցուցադրությունը տեղի ունեցավ 14-րդ ցուցասրահում, այդ ցուցահանդեսին նաեւ ներկայային Լայպցիգի քաղաքային իշխանությունները, նաեւ արվեստասեր հանրությանը, բայց մեզ համար մեծ պատիվ էր, որ մենք կարողացանք Շպիներայում, այդպես է կոչվում, Շպիներայում ներկայացնել Երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին, 150 աշխատանք են ներկայացված, ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 5-ին եւ գործելու է մինչեւ մարտի 22-ը, այնպես որ եթե մեր հայրենակիցներից կգտնվեն Լայպցիգում այդ օրերին, ապա կարող են այցելել այդ ցուցադրությունը։ Միևնույն ժամանակ պատասխան այցով մենք հոկտեմբերին հյուրընկալելու ենք Լայպցիգաբնակ Աննա Հայֆիշ արվեստագետին, ում ցուցահանդեսը կայանալու է Հայ արտ կենտրոնում եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նաեւ ժամանելու է Լայպցիգի քաղաքապետը եւ նաեւ ներկա է լինելու այդ ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս քաղաքների միջև համագործակցությունը կարծում եմ հնարավորինս լավ կնպաստի միջմշակութային կապերի ամրապնդմանը, որովհետև Լայպցիգի քաղաքային իշխանությունները շատ հետաքրքրված են հայ արվեստով, իսկ Երևանի քաղաքապետարանը ջանք է գործադրում, որպեսզի հնարավորինս լայն շերտեր ներգրաված լինեն այս մշակութային տարվա ընթացքում։ Ի վերջո Երևանը նաև տեսանելի կլինի ինչ որ տեղերում, այլ քաղաքներում, մշակութային ավելի շուտ Երևանը, արվեստային։ Սոնա, ես գիտեմ, որ հենց հիմա նույնպես էլի գերմանական որևէ քաղաքի հետ, խնդրում եմ ինձ հուշեք, ես ուղղակի մոռացա, որ քաղաքի հետ այո, Ֆրայբուրգ քաղաքի հետ կապված այնտեղ Հայ արտ կենտրոնում այս պահին ցուցահանդես է ընթանում եւ դա ինչ համագործակցության արդյունքում տեղի ունեցավ Ֆրայբուրգ քաղաքի հետ սիրով համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2015 թվականին, երբ ստեղծվեց այդ արվեստագետների փոխանակման ծրագիրը, որի շնորհիվ հայ արվեստագետները 6 ամսով մեկնում են Գերմանիա եւ մենք պատասխան այցով հյուրընկալում ենք գերմանացի արվեստագետներին 2025 թվականին Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգ համալսարանում գործող Ցվետաևա կենտրոնին ցանկությամբ կարելի է ասել եւ նախաձեռնությամբ մեկնարկեց փառատոն, որի շրջանակում պետք է ընդգրկված լինեին թատերական, կերպարվեստի եւ կինոյի ոլորտները եւ Ցվետաևայի կենտրոնը դիմեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարություն դրամաշնոր ստանալու համար եւ Գերմանիայի արտգործնախարարությունը տրամադրեց այդ դրամաշնորը, որպեսզի Ֆրայբուրգ քաղաքը մեկնարկի համագործակցությունը Հայ արտ կենտրոնի Երևանի հետ, մասնավորապես Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հայ արտ կենտրոնի հետ եւ այս տարի շրջանակելով ժամանակը, այսպես է կոչվում փառատոնը, մենք մարտի 12-ին մեկնարկեցինք այդ փառատոնը, այս պահին Երևանում են գտնվում շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակություններ Ֆրայբուրգ քաղաքից եւ այդ ցուցադրությունների շրջանակում նաեւ շատ կարեւոր ցուցադրություն է մեզ մոտ Հայ արտում, որի համադրողն է Եվա Խաչատրյանը Հայաստանի կողմից, իսկ Կատարինա Քյունեն Ֆրայբուրգ քաղաքում գործող քաղաքային ցուցասրահ Delphi Space-ից այդ ցուցահանդեսը կտևի մինչև ամսվա վերջ, միևնույն ժամանակ 3 կինոյի տանը տեղի ունեցավ առաջի գերմանական համրֆիլմի ցուցադրությունը, որը ընթացավ կենթանի երաժշտական ուղեկցությամբ եւ դահլիճը լի էր մարդկանցով, որոնք հետաքրքրված են ֆիլմերով եւ գերմանական մասնավորապես գերմանական ֆիլմարտադրությամբ եւ շատ ուրախ ենք, որ նաեւ Ֆրայբուրգ քաղաքի հետ է ավելի ընդլայնվում եւ ավելի ամրապնդվում կապերը
կարելի ասել, որ այս տարին ինչ որ չափով մեկնարկել է որպես գերմանական այդպես ներկայությամբ Հայաստանում, Երևանում մասնավորապես։ Եթե խոսենք առասարակ Հայարտ կենտրոնի այցետոմսի մասին, տեսեք, մենք խոսում ենք կապերի մասին, այսպես կամուրջների մասին, եվրոպական, հատկապես գերմանական քաղաքների մասին, որն է լինելու Հայարտ կենտրոնի այցետոմսը, այսինքն ինչ տեսլականներ ունեք դուք, Սոնա, որը փորձում եք իրականացնել։ Ես գիտեմ, որ շատ դժվար է ընդհանրապես Հայաստանում մշակութային բումեր անել, այսպես որպեսի բոլորի ուշադրությունը միանգամից այդտեղ կենտրոնանա, բայց ամեն դեպքում քայլեր կան եւ այդ քայլերը փոքր քայլեր չեն, կարծես թե։ Շնորհակալ եմ շատ, Նազելի ջան։ Շուտով կլինի 2 տարի, որ ես Հայարտում եմ եւ իմ մշտադիտարկման արդյունքում կամ վերլուծությունների արդյունքում մենք նաև մեր անձնակազմով եկել ենք այն եզրահանգման, որ առաջի հերթին մեր այցեքարտը դա այս կառույցի ճարտարապետությունն է, որովհետև առաջի բանը, ինչը գերում է բոլորին, դա ճարտարապետությունն է, ճարտարապետական այդ լուծումներն են, երկրորդը նա է, որ մասնավորապես միջազգային հյուրերը շատ զարմանում են, որ այդպիսի կառույցը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում եւ կարելի ասել յուրաքանչյուր երկրորդը նշում է, որ իրենց մոտ նման կառույցները սովորաբար գտնվում են արդյունաբերական գոտիներում քաղաքի, իսկ այն փաստը, որ մեզ մոտ դա քաղաքի կենտրոնում է, դա ել ավելի է կարևորում արվեստի դերը եւ նշանակությունը եւ մարդկանց համար ավելի հասանելի է։ Եվ մենք կարծում ենք, որ բովանդակային առումով Հայարտում պետք է իրականացվեն լայնածավալ միջազգային նախագծեր։ Այդ լայնածավալ միջազգային նախագծերը, եթե բացենք փակագծերը, նկատի ունեմ օրինակ Art Expo եւ արվեստի տոնավաճառներ, ինչու ոչ, միջազգային բարձր վարկանիշ վայելող արվեստագետների անհատական ցուցադրություններ, պետք է կարողանանք նաև Հայարտի շնորհիվ ինչ որ դաշտում բոլոր գործող մարդիկ, որոնք արդեն տասնամյակներ շարունակ դաշտում են, վերջապես կարողանանք այդ արվեստի շուկան ձևավորել եւ նպաստել նրան, որպեսզի միջազգային արվեստի ներկայացուցիչները նաև ապահովեն իրենց ներկայությունը Հայաստանում։ Մեր ցանկությունն է, որ դա լինի Հայարտ կենտրոնում, ինչքանով մեզ կհաջողվի, դա իհարկե ժամանակը ցույց կտա, բայց մենք այսպես շատ վստահ ենք, որ կկարողանանք հասնել գոնե չնչին, բայց ինչ որ փոփոխության, իհարկե դա ժամանակ է պահանջում, միևնույն ժամանակ ցանկանում ենք բացի նրանից, որ լայնածավալ նախագծեր, անհատական ցուցահանդեսներ, բարձր վարկանիշ վայելող միջազգային արվեստագետների, բայց նաև հայ արվեստագետների համար, մասնավորապես երիտասարդ հայ արվեստագետների համար հարթակ հանդիսանալ, որտեղ իրենք կարող են իրենց ներկայացնել եւ մեր միջոցով հանրությունը ճանաչի այդ արվեստագետներին։ Դա կարծում եմ եւ մենք արդեն մեկնարկել ենք մեր համագործակցությունը մի շարք երիտասարդ արվեստագետների հետ, դե ճիշտ ասած այդ բառը երիտասարդ ես չեմ սիրում նշել, որովհետև այն արվեստագետների, որոնք այդքան դաշտում չեն երևում, բայց իրականում ոչ պակաս ակտիվությամբ են աշխատում եւ կարծում եմ հետաքրքիր կլինի նաև նշել այն մասին, որ մենք մարտի 20-ին Հայարտ կենտրոնում բացում ենք հայ-ավստրիական ցուցահանդես եւ այդտեղ ներկայացված են մեր հայ երիտասարդ արվեստագետները, որոնք շատ հետաքրքիր են եւ նաեւ Ավստրիայից ժամանում են շուրջ 22 ավստրիացի արվեստագետ։ Այստեղ էլ է կարևոր երևի նշել, որ այս համագործակցությունը նախաձեռնել է ավստրիական Քսիլոն միավորումը, դա միջազգային կազմակերպությունն է, որը իր մասնաճյուղերը ունի տարբեր երկրներում, կա Քսիլոն Ավստրիա, Քսիլոն Շվեյցարիա, Քսիլոն Գերմանիա, Քսիլոն անվանումը բխում է քսիլոգրաֆիա
այսինքն փայտափորագրություն այդ բառից, եւ իրենք ողջ աշխարհում կապ են հաստատում փայտափորագրանկարիչների հետ, սակայն Հայաստանի դեպքում ցանկացել են որպեսզի նաև գեղանկարչական հատված լինի եւ մենք ընդգրկել ենք նաև մեր տեսանկյունից հետաքրքիր նաև գեղանկարիչների։ Իսկ այդ կազմակերպությունը արտադրություն նույնպես զարգացնում է, թե դա ուղղակի զուտ ցուցադրական մասն է, ցուցահանդեսային։ Շատ լավ հարց է, իրենք տպագրական արտադրություն են իրականացնում, այսինքն տպում են տարբեր պատկերագրքեր, բացիկներ, շատ հետաքրքիր գրքեր փայտափորագրության մասին, նաև նպաստում են փայտափորագրության տեխնիկայի զարգացմանը եւ նաև հետամուտ են լինում միջմշակութային կապերի ամրապնդմանը եւ ընդլայնմանը։ Այսինքն վարպետության այսպես դասեր, այո, վարպետության դասեր, աշխատարաններ եւ մենք Հայ արտ կենտրոնը 25 թվականին ավստրիական Ինսբրուկ եւ Կլագենֆուրտ քաղաքներում իրականացրեց հայ-ավստրիական ցուցահանդեսների շարք եւ հիմա մենք պատասխան այցով հյուրընկալում ենք ավստրիացիներին։ Շատ ուրախ ենք նաեւ, որ ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվելու Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպանը, այդպիսով նաև Ավստրիան ընդգծում է այս նախաձեռնության կարևորությունը, որովհետև ինչպես ավստրիացի արվեստագետներից մեկը ասաց, որ առաջի անգամ եմ համագործակցում մի երկրի հետ, որը իմ հայրենիքից փոքր է, որովհետև Ավստրիան համարվում է Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկը եւ այդպես շատ ուրախ էին, որ հավասարազոր այդպես երկրների համագործակցություն է։ Այսպես Սոնա ջան, մենք գիտենք նաև, որ մեր երկիրը այսօր Եվրոպայի հետ սերտ համագործակցային կապեր է ստեղծում ամենաբազմազան, ամենատարբեր ոլորտներում եւ շատ հետաքրքիր է, թե արդյոք այս կապերը միայն պաշտոնական եւ ներկայացուցչական են։ Տեսեք, դուք մի շարք անուններ նշեցիք, քաղաքապետարանների հետ կապեր, քաղաքապետի այսպես համագործակցային բաներ, կապեր եւ արդյոք այս ամեն ինչը սահմանափակվում է զուտ երկու երկրների ներկայացուցչական դաշտ ստեղծելով, թե նաև արվեստի զարգացմանն է ուղղված, թե նաև կան արվեստագետներ, որոնց հետ սերտ համագործակցություններ կան եւ շատ սպეციფიկ արվեստագետներ են դրանք, այսինքն որոնք կարող են հենց իրենց գործերը ներկայացնել հաշվի առնելով օրինակ Հայ արտ կենտրոնի տարածքը։ Շատ լավ հարց է եւ կարծում եմ այս հարցը նաև այսօր շատ արդիական է։ Իրականում արվեստի ոլորտում մեր արվեստագետները, նույն հայ արվեստագետները կամ արվեստի ոլորտում գործող մարդիկ շատ անգամ նշում են, որ կարևոր է պետական աջակցությունը, որ պետությունը պետք է նպաստի, ինչու պետությունը չի անում եւ այլն։ Պետությունը պետք է ստեղծի հարթակներ, որտեղ որ արդեն նույն արվեստագետները պետք է հանդիպեն, շփվեն եւ փորձեն այդ կապերը ընդլայնել։ Այս դեպքում Երևանի քաղաքապետարանը այդ հնարավորությունը ստեղծում է, որպեսզի օրինակ Լայպցիգ, Երևան քաղաքների միջև ստեղծվի այդ հարթակը եւ արվեստագետները համախմբվեն այդ հարթակում։ Հետագա կապերի ամրապնդումը կամ ընդլայնումը արդեն անմիջականորեն բխում է արվեստագետների եւ օրինակ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների կամ տվյալ դեպքում Հայ արտ կենտրոնի գործառույթներից։ Հայ արտ կենտրոն։ Ես կարծում եմ դուք հասկացաք ինչի մասին է խոսքը, ես չէի ուզենա, որ արվեստը կամ մշակույթը մշտապես ֆոն ստեղծի քաղաքականության համար։ Շատ ճիշտ, այո, շատ ճիշտ է, դրա համար ձեր հարցադրումը շատ ճիշտ է, բայց հիմա կարծում եմ մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ ավելի շատ քաղաքային իշխանությունները փորձում են այդ հարթակները ստեղծել եւ նպաստել նրան, որպեսզի նույն եվրոպական երկրների եւ Հայաստանի միջև
տվյալ ոլորտում, մեր դեպքում դա արվեստն է եւ մշակույթը, ել ավելի ընդլայնվի եւ ել ավելի զարգանա, թե ինչքանով արդեն հասարակական կազմակերպությունները կամ արվեստագետները հետամուտ կլինեն այդ կապերի զարգացմանը, դա արդեն իրենց ցանկություններից եւ իրենց աշխատելավոճից է բխում։ Դեսպանի ներկայությունը տվյալ դեպքում հայ-ավստրիական ցուցահանդեսին նաև պայմանավորված է այն փաստով, որ իրենք նաև աջակցում են այս ցուցահանդեսի իրականացմանը եւ կարծում եմ, որ միայն երկու կողմերի համագործակցության դեպքում է կարելի ինչ-որ արդյունքի հասնել, իհարկե եթե դա արվեստի նախաձեռնություն է, արվեստային կամ մշակույթի նախաձեռնություն եւ այդտեղ ներկա են քաղաքական գործիչները կամ քաղաքային իշխանությունները, այդ դեպքում դրանով առավել ընդգծվում է տվյալ երկրի գնահատականը արվեստին կամ մշակույթին։ Այդ կողմն կա, այո։ Իհարկե մենք չենք կարող այդ կողմ ուրանալ, քանի որ մենք նույնիսկ ունենք դրա կարիքը, այո, եւ դա նշվում է շատ անգամ, որ օրինակ ինչքան հաճելի է, որ հիմա վերջապես իրոք 30 Հայ արտկենտրոնը հիմնադրվել է 85 թվականին եւ 85 թվականից գիտակները ասում են, որ այդ խնդիրը տանիքի միշտ արկա է եղել։ Նույնիսկ բացումից հետո արդեն այդ անձրևը ինչքան լավ է, որ 40 տարի անց վերջապես նույն պետության կամ քաղաքային իշխանության շնորհիվ հնարավոր դարձավ վերջապես վերանորոգել հայ արտի տանիքը։ Մեր նման երկրների համար այդ համագործակցությունը անհրաժեշտ է, ուղղակի կարծում եմ։ Իսկ եթե փորձենք ամփոփել, արդեն հաղորդումն ավարտվում է, Սունա, ո՞րն է ձեր այս տարիների, այս 2 տարվա մեջ ամենակարևոր ձեռքբերումը եւ վերափոխման գործընթացում եւ ընդհանրապես հաջողված, եթե համարենք ինչ-որ մի բան հաջողել եք։ Բացի տանիքի մասին արդեն մենք խոսեցինք։ Այո։ Իհարկե ես միայնակ դա չէի կարող անել, ես պետք է նշեմ նաև հայ արտի նոր անձնակազմի կարևորությունը, առաջի հերթին նաև Երևանի քաղաքապետարանի եւ կենտրոն վարչական շրջանի աջակցությունը։ Ես կարծում եմ, որ եթե ես պետք է մեկ բան նշեմ, ապա դա կառույցի ամբողջական տեսքը եւ կառույցի ամբողջական գործածումը ճակերտների մեջ վերականգնելը ինձ համար շատ կարևոր է, որ հայարդ այսօր մուտք են գործում գլխավոր մուտքից եւ ոչ թե ելքից, որովհետեւ գուցե դա առաջի անգամ տեսանելի չի լինում, բայց դա շատ մեծ նշանակություն ունի եւ վերաբերմունքն էլ արդեն այցելուների տվյալ կառույցին ձևավորվում է հենց գլխավոր մուտքից։ Ես կարծում եմ, որ ընդհանուր ճարտարապետական դիմագծի վերականգնումը եւ տարածքի բուն իմաստի վերադարձը հանրությանը։ Իսկ ցուցահանդեսային, նախագծային ցուցահանդեսային դա միջազգային արվեստագետների եւ միջազգային կառույցների ներկայությունը հայ արտում եւ հայ երիտասարդ արվեստագետների հետ անմիջական համագործակցությունը եւ հայ արտը հանրության առջև բացելու այդ հնարավորությունը, որ ընձեռնվեց մեզ այս տարի։ Եվ վերջում նշենք առաջիկա ցուցահանդեսը երբ էր լինելու, մարտի 20-ին, սիրով բոլորին սպասում ենք հայ-ավստրիական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա ժամը 6-ին, եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ ապրիլին Երևան է ժամանում Իսլանդիայի կարևոր արվեստագետներից մեկը Ռոզա Գիսլադոտիրը, որի առաջի անհատական ցուցահանդեսը տարածաշրջանում կայանալու է հայ արտկենտրոնում, եւ Տիկին Գիսլադոտիրը իր հետ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից բերում է 3 մեծ արվեստի օբյեկտներ, որոնք տեղադրվելու են հայ արտի շուրջ։
Հետաքրքիր է, Այո։ կսպասենք այդ Մենք էլ իրադարձությանը։ ձեզ կսպասենք սիրով, բոլորին, հանրությանը բոլոր։ Շնորհակալություն Սոնա, Ձեզ նույնպես։ սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր Հայարտ կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանն էր։ Մենք խոսում էինք ինչ հետաքրքիր զարգացումներ է տեղի ունեցել Հայարտի ներսում եւ շուրջը։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն